Բայց ասում են միայն Հայաստանի դեպքում չէ, այս խնդիրը։ Հա, միայն Հայաստանի չէ, օրինակ Կազախստանի դեպքում էլ էր, Վրաստանի դեպքում էլ էր։ Օրինակ հիմա տելևիզիոներով ցույց են տալիս, որ Կազախստանի հանդեպ հանած է։ Դա միջանկյալ որոշում է։ Դե չգիտեմ միջանկյալը թե ինչ անկյալը, դա չեմ անում, չեմ կարող ասել։ Օրինակ նշում եք, որ չեք աշխատի, չաշխատելը հարցի լուծում է։ Բա եթե ասենք, ես եթե մնամ Ռուսաստանից դեպորտ անեմ, բա ինչ անեք։ Ինչ անեմ։ Ծանոթներ ընկերներ։ Հա, ես ունեմ, հա, ծանոթներ ընկերներ, որ իրանցից ապրետ են արած։ Այսինքն այդ 90 օրվա համար։ Ու այնա տիկինի մոտ է այդ թղթերը գրած։ Այսինքն իրանք մտել են չեն կարողանում գալ։ Իրանք դաժե չեն էլ կարեցած մտնեն։ Իրանցը նիտրալքից հետ են դարձրած, ասած ուրիշ վարորդ բերեք դրեք Ռլին, տարեք Ռուսաստան։ Ձեր նկատմամբ տուժու տուգանքներ կիրառվել են այսքան ժամանակվա։ Իմանավոյին։ Դա այնա որ ես, հա, այնա որ ասենք նարուշենի են կարա շտարաֆ են գրած, հա։ Մոտավորապես ինչքան։ Դե դա նորմալ է 1000 ռուբլի 2000 էլի։ Բայց դա մուծել ենք նորմալ, անցել ենք եկել ենք։ Ամեն տարի էլ է, ամեն տարի։ Իսկ այս տարի էսի աբսուրդ է 90 օրը ինչ ա որ։ Այս մեր խոսակցությունը 93 օր, 3 օր անցել է իրան, 5 տարի փակել են իրան։ Հենա այստեղ են իր հետ եմ խոսում։ Այո։ Անունազգանունը չենք ասում, մենակ ձայնը։ Միկրոֆոն։ Իրանց զուշացրեք նոր, բայց իրենց Ալո, մուշո։ Միկրոֆոնով խոսալը։ Միկրոֆոնը ո՞րն է դե։ Ինչ մի անում։ այ դա է։ Մուշելը խոսա։ Բայց անունը Ինչա։ Մարդը նիտրալք է կայքա։ Հա։ Ասում եմ դու չգիտես, ես ապս չի մի անում միկրոֆոնը։ Չէ, հիմա ինքը իրան 5 տարի փակել են։ 5 տարի փակել են իրան 3 օրվա համար 93 օր լրացել է։ Ես ունեմ ասենք բանը պաստելավրյանի կատարանի Արճավուրի մենակ աղբերս գերացա, որ ասենք ոսկի 2000 ռուբլի, ես կարամետը ռուսերեն ասեմ, 4000 рублей, без дальнейшего наказания в вице-витворении из Российской Федерации. То есть, значит, мենակ ինձ աղբերս հասնում է 2000 ռուբլի, брат, штраф. Без дальнейшего наказания վիցե-վիդվարենի ասենք աղբերս с Российской Федерации յոգի չի է, բայց ընձի ապել իրանք դայաղ են անում ասում են 18-ի 8 կետով դու ընգնում ես բանի տակ, քանի որ ին նայել են FSB-ով, բագրանիշնիկներով ես Իրան ասեք, որ ինքը ուղիղ եթերում ա խոսում, թող տեղյակ լինի։ Մուշո ուղիղ եթերում ես խոսացը տեղյակ եղի։ Լավ, ֆակտ։ 3 օր անցել է 90 օրից, ընդամենը 3 օր, 5 տարի իրան փակել է։ Ինքը աշխատել է մուլտիգրուպում։ Հիմա տունը նստած է ինքը, առանց աշխատանք։ Ինչպես։ Շատ հնարավոր է, ոնց եթե իր այդ եղել է, նույնն էլ հետ կան։ Հա։ Հիմա անցել է 94 օր։ Հիմա ես չեմ անում։ Գնամ թե չգնամ։ Ինքն էլ միրգ եմ բարձելու գնամ։ Հələ պատկերացրեք, որ գնամ ու չթողան ընդեղից պատկերացրեք այդ միրգը, խալաձելնիկը աշխատում է։ Ընդից նորից ես պետք է ֆռամ այդ մեքենան հետ բերեմ, հասցնեմ Երևան, դատարկվի ուրիշ մեքենա ու նորից գնա։ Հələ հաշվեք դա ինչ ծախսեր է ու ինչա կատարվում։ Ու էդ էլ ունենցա, որ այդ ծախսերը կարող է բոլորը մնա վարորդի վրա։ Աբրանքի տերը կասի իմ մեղքը չի, ես մեղավոր չեմ, քու պատճառով ա եղա, այդ մեղքը մնում է բոլորը վարորդի վրա, պլյուս այդ ծախսերը։ Եթե աբրանքն էլ փչացա, ուրեմն աբրանքի փողն էլ պետք է վարորդը սախտա։ Կոնկրետ ինչ քայլեր եք պատրաստում, բացի այստեղ հավաքվելուց։ Այն քայլերը ենք պատրաստում մեր կառավարությանը, խնդրում ենք, որ այդ 90 օրը գոնե սարքեն 180 օր, ոնց որ սարքեցին Ղազախստանը։ 180 օր էլի գոնե կհերիքի։ Հա, մերս բողոքը լսեն։ Հա, մենք դիմում ենք գրել մեծ շատ մեծ քանակով, վարորդներով սա դիմում ենք գրել բանեն արել, որ Այսօր հանձնել է կառավարությունը։ շուտ ենք հանձնել, այսօր էլ հանձնեցինք։ Այսինքն վաղուց հանձնել։ Հա, բայց տենանք ես ինչ կասեմ։ Այսօր էլ հանձնեցիք դիմում։ Հա։ Դուրս եկան ընդունեցիք։ Հա։ Ներեք, իսկ խոսքը քանի վարորդի մասին է, քանի մարդու մասին է։ Արդեն 100 օկուպավ է, ոչ է։
ասեք Շատ էլի ասենք մի ինչ 100 հոգի, երևի 2-300 հոգի կլինեն հիմա ես իմ ասեմ։ Ստորագրություններով հանձնում եք դրա տակ ովքեր է ստորագրել։ Ովքեր է ստորագրել Ռազեկ Տիկին Բեջանյանը, ում ենք դիմել։ Յանի թղթերը սաղ ուղարկել։ Սաղ ուղարկած է թղթերը։ Ասացիք, որ այս խնդրի մասին Տիկին Բեջանյանը արդեն շուրջ 1 տարի է ահազանգում, հա, այս ընթացքում ուրիշ ինչ-որ քայլեր եղել են, միջև Ինչ քայլեր, Աջիկ ջան, ինչ քայլեր անենք մենք։ Մենք մենակ էս կարանք անենք, կան կանգնենք ստե հավաքվենք, որ լսեն մեզի, բայց կլսեն։